պրակտիկայի համաձայն ամուսնության ընթացքում կինը կարող է ցանկություն հայտնել վերցնելու ամուսնու ազգանունը եւ այս դեպքում ամուսնության վկայականում արդեն նշվում է, որ կնոջ, ասենք, հայրական ազգանունը սա է եւ ամուսնության ընթացքում ըստ էության ինքը կրելու է այսինչ ազգանունը ամուսնու, այսինքն դա փաստաթղթով երևում է, որը հիմք է ըստ էության հանդիսանում, որպեսզի այլ որևէ փաստաթղթեր նախկինում միջև ամուսնությունը ստացած կինը ստիպված չլինի փոխել։ Ամուսնալուծության ժամանակ, հատկապես եթե ասենք ամուսինների միջև անհաշտ են հարաբերությունները, լինում են դեպքեր, երբ որ կինը այլևս չի ցանկանում իր նախկին ամուսնու ազգանունը կրել եւ այս դեպքում եթե ստացվում է, որպեսզի այսպես համաձայնացված եղանակով ԿԳԱԿ մարմնում ամուսնալուծությունը գրանցվի, ապա այդ ժամանակ կինը նաև կարող է ցանկություն հայտնել, որ արդեն ամուսնալուծության վկայականում գրանցվի իր սկզբնական ազգանունը։ Եթե դատական միջոցով է ուրեմն ամուսնալուծությունը տեղի ունենում, այս պարագայում արդեն երբ որ դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ եւ կինը դիմում է ԿԳԱԿ մարմնին, որպեսզի գրանցվի ամուսնալուծությունը եւ նա ստանա ամուսնալուծության վկայական, ինքը նաև կարող է համապատասխան դիմում ներկայացնի ԿԳԱԿ մարմիններին, որ ցանկանում է, այսպես ասեմ, վերադարձնել իր նախկին ազգանունը, այս դեպքում արդեն ԿԳԱԿ մարմինը կփոփոխի ազգանունը եւ ամուսնալուծության վկայականը, ասենք թե կտրամադրի իր նախկին ազգանունով։ Երեխայի հետ կապված էլի ԿԳԱԿ մարմնի միջոցով համապատասխան դիմում պետք է ներկայացվի, օրենքը ամեն դեպս թույլ է տալի երեխայի համար անուն կամ ազգանուն փոփոխելը։ Ուղղակի դա պետք է արվի համապատասխան իրավական ընթացակարգով ԿԳԱԿ մարմնի միջոցով։ Բայց իհարկե կան բազմաթիվ դեպքեր, երբ որ կինը չի ցանկանում իր ազգանունը ըստ էության փոխել եւ հանդես է գալի իր այսպես հայրական ազգանունով, կարող է նաեւ եւ լինում են իհարկե դեպքեր, երբ որ ցանկանում է ամուսնության ժամանակ վերցնել ամուսնու ազգանունը, հետո ամուսնալուծության ժամանակ նորից այսպես միջամուսնական իր ազգանունը վերականգնել, այսինքն նրանք միանգամայն օրինական գործընթացներ են, որոնք հնարավոր է կազմակերպել։ Լինում են դեպքեր, երբ որ օրինակ ասենք հայցադիմումում կինը նաև որպես պահանջ դնում է, ասենք թե ամուսնալուծություն, չգիտեմ, գույքի բաժանում, ալիմենտ, նաև ասենք նախամուսնական, միջամուսնական ազգանվան վերադարձի խնդիրը, դատարանը կարող է նաև հայցապահանջ նման ներկայացնել, հիմա որ դատարանը ասենք բավարարում է, նաև դա կարող է վճռում ուրեմն նախատեսել, որ կնոջ ազգանունը փոփոխել է ինչ ազգանվան փոխարեն, այսինչ է հնարավոր։